տոտալիտարիզմից մի բան էլ այն կողմը, հակաեկեղեցական արշավից այն կողմը, հակապետական գործունեությունից այն կողմը։ Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պիտի կալանավորվեր Սահմանադրության 15 եւ 17 եւ 18 հոդվածները ոտնահարելու համար, հենց հիմա անհապաղ։ Էլի եմ կրկնում, հիմա որոշման բանալի Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Այս արածից հետո նա այլևս չի կարող մնալ Հայաստան անունով երկրի իշխանության ղեկին։ Հիմա եթե նա բռնապետական ճղճղոցներ է անելու եւ ուրեմն քայլեր ենթադրում եմ որ կանի ցավոք սրտի ամբողջ պատասխանատվությունը մնալու է իր ուսին։ Գիտեք մի հորդոր էլ անեմ, համոզված եմ ինքը կամ իր թիմից բոլոր ելույթները հիմա լսում են։ Հա, մի հորդոր էլ անեմ։ Նիկոլ Փաշինյանը այնքան է կորցրել adekvatությունը, որ չի հասկանում, որ իր ընդդիմատիը այս պահին, ընդդիմախոսը ոչ թե Սամվել Կարապետյանն է, ոչ թե Բագրատ Սրբազանն է, ոչ թե Միքայել Սրբազանն է, ոչ թե Սուրեն Սուրենյանն է, ոչ թե Գառնիկ Իսագուլյանն է, կարող են բոլոր ընդդիմադիրների անունները հիմա շեշտել, նշել, այլ ամբողջ հայ ժողովուրդը կամ այդ ժողովրդի ճշշող մեծամասնությունը։ Ուրեմն ում ուզում ես կալանավորի։ Դրանից հետո մի նոր բողոքող է գալու։ Որովհետև ժողովուրդը անսպառ պոտենցիալ ու էներգիա ունի, իսկ քո իշխանությունը սպառված քարտ է։ Եվ ես հորդորում եմ մեր ժողովուրդը նաև ներողում մի տա։ Հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին ինչքան հնարավոր արագ ինքնակամ հեռանալու որոշում կայացնել, ինչը երկիրը զերծ կպահի ցնցումներից։